88 տարեկանում մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Վատիկանը Երևանի ժամանակով 11:56-ին է գուժել Պոնտիֆիկոսի մահվան մասին։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է 2025 թվականի ապրիլի 21-ին Սուրբ Զատկի երկուշաբթի օրը 88 տարեկան հասակում Վատիկանի իր նստավայրում Սանտա Մարթա տանը, գրել է Վատիկան Նյուզը։ Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը Հռոմի 266-րդ պապն էր։ 2013 թվականին է ընտրվել Հռոմի պապ, հաջորդելով Բենեդիկտոս 16-րդին։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին բրոնխիտի բուժման համար։ Հաջորդ օրերին Վատիկանը հայտարարել էր, որ նրան ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ եւ նա արյան փոխներարկում է ստացել։ Փետրվարի 22-ին Վատիկանը հայտնել էր, որ Հռոմի պապը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Պապը 5 շաբաթ շարունակ բուժում է ստացել, մարտի 23-ին առաջին անգամ դուրս էր եկել Սուրբ Պետրոս հրապարակ, ժպտացել իր համար աղոթող կաթոլիկներին։ 2015-ին Հայաստանի նախագահը Հռոմի պապին հրավիրել էր Հայաստան։ Մեկ տարի անց Ֆրանցիսկոս պապը եկավ մեր երկիր։ Հռոմի Ֆրանցիսկոս պապը 3 չէր մասնակցել Զատկի տոնի հիմնական արարողություններին, բայց իր ուղերձում նշել էր, որ աղոթում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտապույտ ստորագրեն խաղաղության համաձայնագիրը։ Ֆրանցիսկոս պապի Սուրբ Զատկի իր վերջին ուղերձը նվիրված է եղել ամբողջ աշխարհում խաղաղության, գլոբալ զինաթափման եւ բանտարկյալների ազատ արձակմանը։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի վերջին ցանկությունն էր, որ մարդիկ նորից սկսեն հուսալ, որ խաղաղությունը հնարավոր է։